Ռուսական ծանր ուղղաթիռները, որոնք հերթապահելու են Ստեփանավանի օդանավակայանում, օգտագործվելու են ոչ միայն փրկարարական աշխատանքների համար։ Այսօր Ազատության հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բազմանշանակ հավելելով, որ ռազմական հարցերի մասին տեսախցիկի առջև չի ցանկանում խոսել։ Ստեփանավանի օդանավակայանի հետ կապված դուք ասեցիք ծանր ուղղաթիռներ երեք ազգային ժողովում։ Դա նաեւ Mi-24 եւ K-30, բայց Mi-24 ինքը հարվածային ուղղաթիռ է, կարծես թե ռազմական դա ռազմական։ Չէ, այնտեղ կա, որ ինքը ծանր բեռեր է բարձրացնում, այնտեղ մենք ունենք եւ մենք իրար հետ աշխատում ենք։ Իսկ ինչ նպատակ է օդանավականը, միայն այնի գծով, այսինքն արտաքին։ Դեռ այնի գծով, բայց հետագայում եթե հնարավոր լինի այլ ուղղություններով օգտագործել, մենք նաեւ այլ ռազմականին է։ Ոչ, գյուղատնտեսական։ Իսկ Խնդրեմ, պարոն նախարար։ Ռազմականը առանց սրա։ Ստեփանավանի օդանավակայանը կառավարությունը 2013-ի օգոստոսին հանձնեց Երիցյանի գլխավորած նախարարությանը հիմնավորմամբ, թե օդանավակայանի գործարկման շնորհիվ փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի արդյունավետ։ Երեք հայտնի դարձավ, որ օդանավակայանի վերանորոգումից հետո այնտեղ հերթապահություն են իրականացնելու ռուսական ծանր ուղղաթիռներ։ 2016 թվականին մենք այդտեղ վերանորոգման աշխատանքները արդեն կավարտենք։ Ես պայմանավորվել եմ նաև իմ ռուս գործընկերների հետ, որ այստեղ մեզ պետք են ծանր, այսպես ուղղաթիռներ։ Դա խոսքը գնում է Mi-24-ի, K-32-ի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ այստեղ հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները եւ այստեղ կլինի ծառայությունը։ Չնայած երեք Երիցյանը հավելեց, որ աշխատանքներ են տարվում օդանավակայանում թեթև ուղղաթիռների ու օդանավերի հերթապահության ուղղությամբ եւ Ռուսաստանից բացի համագործակցության ծրագրեր են մշակվում Շվեյցարիայի ու Ֆրանսիայի հետ, սակայն ուշադրություն գրավեց Mi-24 ուղղաթիռների մասին տեղեկությունը, որովհետև այն աշխարհում ամենատարածված հարվածային ուղղաթիռներից է եւ լայնորեն կիրառվում է մի շարք երկրների բանակներում։ Անցած տարեսկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հարավային ռազմական օկրուգը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Էրեբունի օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա, մանրամասնելով, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն MiG-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Mi-24, Mi-8 ուղղաթիռներ, որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար։ Ազատության հետ զրույցում միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեց մոտ 2 տարի առաջ Պուտինի Հայաստանում արած հայտարարությունը, թե Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ հարավային Կովկասից, հակառակը պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը այստեղ։ Եվ մենք վերջին 2 տարվա ընթացքում ամենատարբեր հարթություններում կլինի դա երկրի քաղաքական կյանքը, կլինի դա երկրի ինքնիշխանությունը, թե ուրեմն ռազմական ոլորտը, մենք նկատելիորեն տեսնում ենք ռուսական ներխուժում։